Ողջույն բոլորին, դուք գտնում եք իմ էջում։ Այսօր ես մտածել եմ շատ հետաքրքիր տեսանյութ, որը վստահ եմ բոլորից շատ է դուր գալու, մի փոքր ժամանցային եւ շատ հետաքրքիր։ Այսօր ես գեյմինին, չգիտեմ անունը ճիշտ եմ ասում թե ոչ, եթե ճիշտ անունը գիտեք, գրեք մեկնաբանություններում եւ ChatGPT-ին համեմատելու եմ իրար հետ եւ տեսնենք թե ով է հարցերին ճիշտ պատասխանում, իսկ ով սխալ։ Ավելի շատ ես երկուսին էլ նույն հարցը տալու եմ, մի քանի հարց եմ նախապատրաստել, երկուսին նույն հարցը տալու եմ եւ տեսնենք ով է ճիշտ պատասխանում, իսկ ով սխալ։ Դե իրանք ով չեն, այլ ինչ են։ Բայց լավ, եկեք, առաջին հարցը, որ պատրաստել եմ, իդեպ ասեմ, որ հարցերում լինելու են եւ վատ հարցեր են լինելու եւ լավ հարցեր են լինելու, այսինքն վատ հարցերից նկատի ունեմ օրինակ իտալական մեմերին վերաբերվող, որտեղ դրանք վատն են, եւ լավ հարցերից լինելու են օրինակ աստվածաշնչյան հարցեր կամ ինչ-որ տարբեր բաներ։ Հիմա ես առաջին հարցը նախապատրաստել եմ, հետաքրքիր հարց, ինչպես է գրվում դողերոց բառը։ Ավելի շատ ես կողմնակից եմ գեյմինի հետ, որտեղ ինքն է շատ հարցերում ճիշտ պատասխանում։ Այստեղ դուք կտեսնեք այստեղ, թե ինչ պատասխաններ են նրանք ինձ տալիս։ Իսկ հիմա որ առաջին հարցը նախապատրաստել եմ, ես կտամ այսպիսի հարց նրանց, ինչպես է գրվում դողերոց բառը, ե-ով թե է-ով։ Ասեմ, որ դողերոց բառը գրվում է է տառով եւ ChatGPT-ին ես նման հարց նրան տվել էի, նա սխալ էր պատասխանել եւ գրել էր, որ է տառով է գրվում, ովքեր չգիտեն, ասեմ, որ է տառով է գրվում։ Իսկ հիմա գնացինք երկուսին նույն հարցը տալու, թե ինչպես է գրվում դողերոց բառը, է-ով թե ե-ով։ Ինչպես տեսակ, երկուսն էլ ճիշտ պատասխանեցին, քանի որ իսկապես դողերոցքը գրվում է է-ով, բայց խորհուրդ կտամ, որ ChatGPT-ին չքաշեք, որտեղ նա մի քանի օր առաջ ես նրան նույն հարցը տվել էի, բայց նա սխալ էր պատասխանել, ասել էր, որ ե-ով է գրվում, իսկ հիմա չգիտես ինչու նա գրում է է-ով, նա հարցերում մեկ սխալ է պատասխանում, մեկ ճիշտ է պատասխանում, եւ այսօր ես հենց դրա համար եմ նկարում այս տեսանյութը, որ ձեզ խորհուրդ տամ, թե որ արհեստական բանականությունը կարող եք ներբեռնել ձեր հեռախոսի մեջ։ Ճիշտ է, երկուսն էլ ճիշտ պատասխանեցին, բայց գեյմինին ավելի ճիշտ պատասխան տվեց, նա բացատրությունը ավելի մանրամասն գրեց, իսկ ChatGPT-ն ընդամենը գրեց, թե ինչու է տառով չի գրվում, իսկ գեյմինին ամբողջ բացատրությունը տվեց, իսկ հիմա անցնենք հաջորդ հարցը տալու։ Հաջորդ հարցը, որ ուզում եմ տալ, դա իտալական մեմերը ունեն իրենց թարգմանությունները, թե ոչ։ Դե ChatGPT-ն արդեն պարզ է, որ նա ստելու է, իսկ գեյմինին դեռ չեմ փորձել։ Հիմա կփորձենք երկուսը միասին եւ տեսնենք, թե ինչ պատասխաններ են տալիս նրանք։ Ահա, ինչպես տեսնում եք այստեղ, նրանք երկուսն էլ պատասխանում են իմ հարցերին, բայց երկուսն էլ սխալ են պատասխանում, որտեղ ես երկուսին էլ նույն հարցը տվեցի, իտալական մեմերը ունեն թարգմանություններ, թե ոչ։ ChatGPT-ն ինձ պատասխանեց, որ այո, նրանք ունեն թարգմանություններ, երաժշտության ինչ-որ ներքո կամ պարզապես սովորական բաներ է նշանակում եւ նման բաներ։ Կարելի ասել երկուսն էլ ինձ նույն պատասխանը տվեցին եւ ես երկուսին էլ հետո ասեցի ինչ է նշանակում լիրիլի լարիլա, նրանք ասեցին ChatGPT-ն ինձ ասաց, որ ինչ որ երաժշտություն է նշանակում կամ ինչ որ նման բան, բայց ես վստահ եմ, որ երկուսն էլ սխալ են պատասխանել այս իմ հարցին, որովհետեւ ամեն մի արհեստական բանականության մեջ դրված է այնպիսի մի, այսպես ասած, ֆունկցիա, որ նրանք չկարողանան պատասխանել այդպիսի հարցերին։ Այնպես որ երբեք մի հավատացեք նման բաներին, ճիշտ է, նրանք շատ դեպքերում ճիշտ են պատասխանում, բայց այս դեպքում նրանք սխալ են պատասխանել։ Իսկ հիմա շարժում ենք առաջ, տանք նրանց երրորդ հարցը, որը ես ցանկանում եմ տալ, քանի պատվիրան ուներ Աստված, քանի պատվիրան էր տվել Աստված մարդկանց։ Գնացինք։ Ինչպես տեսնում եք, այստեղ ես նրանց տալիս եմ այդ հարցերը,
ChatGPT-ն ինձ ճիշտ պատասխանեց եւ կարելի ասել արդեն երկուսն էլ ճիշտ պատասխանեցին ինձ։ Աստված մարդկանց տվել էր 10 պատվիրան եւ ես հարցրեցի ChatGPT-ից որոնք են այդ 10 պատվիրանները, ChatGPT-ն ինձ գրեց, բայց երբ որ ես նրան հարցրեցի որոնք են այդ քանի պատվիրան է տվել Աստված մարդկանց, այդ ժամանակ դա պարզապես պատասխանեց, որ 10 պատվիրան։ Իսկ երբ ես Գեյմինին հարցրեցի, նա միանգամից ամբողջը ուղարկեց եւ ճիշտ պատասխան տվեց, կարելի ասել արդեն երկուսն էլ ճիշտ պատասխան տվեցին։ Պարզապես ChatGPT-ն կրճատ է գրում եւ ամբողջական չի գրում։ Ես ավելի շատ կողմնակից եմ Գեյմինիի հետ։ Մեզ մնաց ընդամենը 2 հարց, հիմա ես այդ 2 հարցը կտամ եւ այսքանով կավարտենք մեր տեսանյութը։ Հիմա ես նրանց ուզում եմ տալ մի շատ հետաքրքիր եւ մի քիչ ծիծաղելի հարց։ 1 կիլոգրամ բամբակն է ծանր, թե 1 կիլոգրամ երկաթը։ Հիմա տեսնենք, թե նրանք ինչ պատասխան կտան։ Ինչպես կարող եք այստեղ տեսնել, նրանք ինձ էլի ճիշտ պատասխան տվեցին երկուսն էլ։ Ես երկուսին էլ նույն հարցը տվեցի եւ երկուսն էլ ճիշտ պատասխանեցին։ Իսկապես երկուսն էլ նույն ծավալն ունեն, այնպես որ այս փուլում եւս նրանք ճիշտ են պատասխանել։ Իսկ հիմա վերջին փուլն է։ Ես նրանց տալու եմ երկուսին մի այսպիսի հետաքրքիր հարց։ Բոլոր ամիսները ունեն արդյոք 28 օր, թե միայն 1 ամիսը։ Գնացինք տալու այդ հարցը երկուսին եւ տեսնենք ով է ճիշտ պատասխանում։ Ինչպես կարող եք այստեղ տեսնել, երկուսն էլ սխալ են պատասխանել, քանի որ ես նրանց հարցրեցի, արդյոք բոլոր ամիսներն ունեն 28 օր, իսկ նրանք պատասխանեցին, որ այո, այս անգամ երկուսն էլ սխալվել են, որովհետև ընդամենը 1 ամիս ունի 28 օր, 28 կամ 29 օր, դա փետրվարն է, իսկ մնացած ամիսներ ունեն 30 եւ 31 օր։ Այնպես որ երկուսն էլ այս փուլում սխալ են պատասխանել։ Իսկ ես չեմ կարող ասել, թե դուք որ արհեստական բանականությունը կարող եք ներբեռնել ձեր հեռախոսում, որ բոլոր հարցերին ճիշտ պատասխանի, որտեղ ինչպես տեսնում եք, երկուսն էլ կամ սխալ են պատասխանում, կամ երկուսն էլ ճիշտ են պատասխանում։ Եթե դուք ունեք այնպիսի հավելված, որ կարող եք ձեր հեռախոսում ներբեռնել եւ բոլոր հարցերին ճիշտ պատասխանի այդ արհեստական բանականությունը, ապա դուք կարող եք դա անել։ Իսկ ես չեմ կարող ասել, թե դուք որը ներբեռնեք ձեր հեռախոսի մեջ։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։ Իսկ հիմա բոլորին տեսություն։